Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Բարև ձեզ Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Գրիգորյան, երեկ մոտ 5 ժամ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները փորձում էին Արարատ Միրզոյանից, արտգործնախարարից հասկանալ ի վերջո, երբ ասում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված եւ ասում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, երկկողմանի փոխզիջումների մասին է խոսքը, ինչ է ի վերջո զիջում Հայաստանին Ադրբեջանը, 5 ժամվա ընթացքում դուք այդպես էլ այդ հարցի պատասխանը չստացաք, բայց Արարատ Միրզոյանը արեց այսպիսի մի ձևակերպում. խաղաղությունը Հայաստանի լինելիության միակ երաշխիքն է։ Կարող ենք ասել, որ փորձեց ակնարկել պատասխանը այս տարբերակով։ Չէ, այսինքն Էվրիկա է անում, որ խաղաղությունը լավ է, որ լինի, խաղաղությունը այլընտրանք չունի եւ այլն, իսկ որևէ մեկը դրա հակառակն է ասում։ Այլ բան է, որ դուք նույնիսկ խաղաղության նման լավագույն բառը, որ Ջոն Լենոնն է դրա մասին երգել, աշխարհի տարբեր առաջնորդներ են խոսել խաղաղության մասին։ Պարզապես դուք այնքան եք այլասերել այդ բառը, որ խաղաղությունն էլ խաղաղության տեսք չի ստանում ձեր ղեկավարման օրոք։ Իրենք հիմա փորձել են բերել մի փաստաթուղթ ներկայացնել որպես խաղաղություն, մինչդեռ այնտեղ ամեն ինչ միայն զիջումների մասին է, Ադրբեջանի պարտադրանքների արտացոլումն է, բայց այդքանից հետո էլ Ալիևն ասում է, որպեսզի ես այս թղթի կտորը ստորագրեմ, դու հələ մի հատ գնա սահմանադրությունդ փոխի, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն էլ չեղարկի։ Այսինքն այս բոլոր հնարավոր զիջումներից հետո էլ որ իրականացվել է այս իշխանությունների կողմից, Ադրբեջանը շարունակում է հաթաթատալ այդ երկու հիմնական պահանջներն է առաջ քաշում, բայց դե մենք բոլորս հասկանում ենք, չէ, որ այդ պահանջները այդքան սահմանափակ չեն, շատ ավելի մեծ ու շատ ավելի լայն մենյու կա պահանջների եւ երեք կարծես թե Ալիևը դրա մասին հերթական անգամ խոսել է, առայն որ պետք է նաև 90-ականներից սկսած պատերազմի մասնակիցների հարցը քննարկման առարկա դարձվի եւ եթե օրինակ այս իշխանությունն ուզում է քաղաքական կամք է դրսեւորում խաղաղության համար, հետեւաբար այն բոլոր մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմներին, կամ պետք է դատվեն Հայաստանի Հանրապետությունում, կամ պետք է արտահանձնվեն Բաքու, որպեսզի նրանք էլ այնպիսի կտանքների եւ խոշտանգումների ենթարկվեն, ինչպես հիմա ենթարկվում են մեր հայրենակիցները։ Բայց դուք ճշգրիտ հարց եք ձևակերպել եւ ինչը մենք փորձել ենք այդ ամբողջ նիստի ընթացքում ստանալ։ Լավ, ասեք մի բան, որ զիջել է Ադրբեջանը։ Եթե Ադրբեջանը ոչինչ չի զիջել, դու զիջել ես ամեն ու հնարավոր անհնար որևէ բան, դա չի կարող խաղաղության պայման դառնալ։ Իրենց գիծը հետեւյալն է, համաձայնել է չպատերազմել, դա զիջում է թե ոչ։ Երբ մենք ասում ենք այո, ոչ մի օգուտ չկա այս փաստաթղթից, բացի նրանից, որ սա ծառայելու է ձեր շահին, գնաք ընտրություններով փորձեք վերարտադրվել, իրենք ասում են, գիտեք, մենք այս փաստաթղթով արձանագրում ենք երկու հիմնական կետ։ Առաջինն այն է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդտեղ մի հատ ասում ես, շատ լավ է, որ ճանաչում է Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կարծես նման մի process էլ Պրահայում էր տեղի ունեցել, որտեղ դու նույնիսկ քառակուսի մետրերով ճանաչեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետո ինչ եղավ։ Քանի հայտարարություն կարող ես ցույց տալ, գոնե մեկը ցույց տուր, որ Ալիևը բարձրագույն մակարդակով ասի ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Լավ, եթե դա փաստաթղթում գրված է, արդյոք նա նշանակում է, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր երկրի տարածքից։ Այսինքն, եթե ինքը ճանաչում է քո տարածքային ամբողջականությունը, նշանակում է ընդունում է, որ օկուպացրել է քո երկրի տարածքները, ապա հաջորդ քայլը կնշանակի, որ դուրս են գալիս քո երկրի տարածքից։ Հետևաբար տարական տրամաբանական հարց է առաջանում, ասում ես Արարատ Միրզոյան, երբ են դուրս գալու ադրբեջանական զորքերը մեր երկրի սահմանագծում սահմանազատմանը սպասեք։ Սահմանագծում, սահմանազատում երբ է լինելու սահմանագծում օրինակ Սյունիքում։ Դե չգիտենք, դեռ դա բան է, այսպես կոնֆլիկտածին հատվածներ են կհասկանանք եւ այլն։ Այսինքն, երբ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դա պարզապես միջազգային իրավունքի նորմ է։ Ամբողջականություն ճանաչելը չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչում է այն սահմանները, որոնք որ մենք ենք պատկերացնում։ Իր համար սահմանազատման ընթացքում, որ կանոնակարգը ազգային ժողովի ԿՊ մեծամասնությունը ընդունել, այնտեղ մի գոնե քարտեզ չկա, որի վրա հղում կարելի է կատարել ու ասել, այո, ջերմուկի այս հատվածից Ադրբեջանը պետքա դուրս գա, որովհետեւ սահմանազատման
Կանոնակարգում ֆիքսված է, օրինակ 75 թվականի քարտեզը, չկա նման բան։ Ասում եմ, երկրորդ կարևոր բանն այն է, որ փոխադարձության սկզբունքով երկու կողմերը հրաժարվում են ուժի կիրառումից։ Նախ Հայաստան ընդհանրապես ուժի կիրառման տեսական գործնական որևէ քննարկում չի ունեցել, եւ երկրորդը, այսինքն Ալիևը, որ խնդիր առաջացնի իր համար Սյունիքովի համար միջանցք բացելու, նայելու այդ թղթին նոյեմբերի 9-ը ձեզ համար դաս չի եղել, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով հայտնի 5 հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները դաս չի եղել։ Հիմա ամբողջ աշխարհն է գնացել այդ ուժի, սպառնալիքի ներքո ինչ որ բաներ անելու։ Այսինքն, եթե Ալիևը որոշի ինչ որ քայլի գնալ, այդ թղթի կտորը, ոչ մի բանի մասին թղթի կտորը, որ անվանում եք խաղաղության մասին պայմանագիր, չի զսպելու։ Հետևաբար այն բանը, կոնֆետները, որ մեր ժողովրդին փորձում են մատուցել, որ այ տեսեք, մենք պահպանում ենք իրական Հայաստանը 27000 քանիսով եւ Ադրբեջանն էլ հանձնառություն է ստանում չհարձակվելու Հայաստանի վրա, ուղղակի իլյուզիա է, սա խաղաղության իլյուզիայի վաճառք է մեր ժողովրդին։ Ասում եք խաղաղության իլյուզիայի վաճառք է, տեսեք, այո, այս փաստաթղթից դուրս է մնացել ճանապարհների ապաշրջափակման հարցը, այս փաստաթղթով չի լուծվում Սյունիքով միջանցք տալ չտալու Ալիևի պահանջի հարցը, այս փաստաթղթով չեն լուծվում արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, գերիների հարցը, որևէ մեզ համար կարևոր եւ շահեկան հարց այս փաստաթղթով չի լուծվում, բայց փաստորեն 2026 թվականի ընտրություններին մնացել է մոտ 1 տարուց շատ քիչ ավելի ժամանակահատված եւ Ալիևն ու Փաշինյանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստ։ Կարող ենք ասել, որ հենց Ալիևն է նպաստելու, օգնելու, որպեսզի 2026 թվականին այդ խաղաղության համաձայնագիր թուղթը, փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը կարողանա վաճառի քաղաքացիներին եւ ստանա քվե։ Մենք կարող ենք սա դիտարկել սպասվող ընտրությունների համատեքստում ուղղակի որպես գործարք։ Միանշանակ, սա Ալիևի կողմից նվեր էր, բոնուս էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս իսկապես կարողանա գա այս խաղաղության պատրանքը իլյուզիան վաճառի մեր ժողովրդին եւ փորձի վերարտադրվել, դա կզուգորդի օրինակ Սահմանադրության հանրաքվեով, թե հետո կանի, թե միջ այդ կանի, համենայն դեպս ամբողջ այս կարմիր բոլոր քննարկումների դիսկուրսի կարմիր գիծը լինելու այն, որ եթե այս թուղթը, որ եթե ուզում եք խաղաղություն, ուրեմն այս թուղթն է խաղաղություն բերողը, եթե ուզում եք խաղաղություն, պետք է գնալ նոր Սահմանադրության ընտրության։ Եվ սա իսկապես Ալիևի կողմից բոնուս էր, կրկնում եմ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի վերջինս ինչ որ խաղաքարտ ունենա խաղարկելու Հայաստանում եւ մեր ժողովրդին այդ պատրանքները վաճառելու, որովհետեւ մեծ հաշվով ինչ պիտի ցույց տա Նիկոլ Փաշինյանը հաջորդ ընտրություններին ընդառաջ, երբ էլ դա տեղի ունենա, ինչ ա արել բացի ավերածություններից, ամեն ոլորտում կոռուպցիա, տարածքների հանձնում, Արցախի ամբողջական հայաթափում, այս ամբողջ տարիների ընթացքում ինչ պետք է ցույց տա, որ ինչ ա արել։ Հիմա իհարկե ինքը մշտապես երկու թեմա ունի, դա այսպես կոչված թալան, այս Range Rover-ի խոսույթն է, որը չաշխատող է, բայց պետք է ընդունել, որ խաղաղություն բառը բոլորի համար ընկալելի բառ է, բոլորի համար երանելի բառ է, եւ շատ լավ զգալով այդ ներվը, շատ լավ հասկանալով մարդկանց զգացմունքները, այդ նաեւ պատերազմի վախի վրա խաղալով եւ այդ մարդկանց իրական ցանկությունները փորձում է այսպես կազմավորել, կոնսոլիդացնել այդ փաստաթղթի շուրջ, այո, ինքը գնալու է այդ քարոզով եւ մեր խնդիրն է այսօրվանից բացատրել, որ մեր բոլորիս ցանկությունն է խաղաղություն։ Այլ բան է այն խաղաղությունը, որ դուք եք առաջարկում, դա այլանդակված, sense մուտացված խաղաղության փաստաթուղթ է, որը իրական հողի վրա խաղաղության հետ կապ չունի։ Ախր տարական բան է, դուք թուղթ եք ստորագրում, զուգահեռաբար բոլոր խնդիրները, որի լուծման պարագայում կարելի է հասնել հարաբերությունների կարգավորման, այդ բոլոր խնդիրներն առկա են դուրս, այո, սահմանազատման հարցը ընդհանրապես դուրս է, պարզ չի երբևէ կհասնի մեր օկուպացված տարածքներին, թե չէ, ապա շրջափակման հարցը դուրս եք դրել ամբողջ բանակցային գործընթացից, նույնիսկ սկզբունքի մակարդակով չեք ամրագրել այս պայմանագրի մեջ, քանի որ ես որպես մարտով նայել եմ այդ փաստաթղթի որոշակի ժամանակահատված, ինչպես է գնացել Երևան եւ Բաքու, տեսել եմ, որ այո, այնտեղ եղել է առաջարկ այս իշխանությունների կողմից ամրագրել, որ այդ ճանապարհներն անցնելու են մեր ինքնիշխանության, իրավազորության եւ այլն, այս բոլոր կրիտերիաները, փոխադարձության սկզբունքները եւ այլն, որ առաջարկում էին։ Ադրբեջանը հրաժարվել է դրանից։ Այսինքն եթե իրենք ասում են, ասեն ընդունել է։ Դե չեն ընդունել, քանի որ չեն ընդունել, ուղղակի առաջարկել են, ասել են, եկեք սա էլ դուրս թողնենք։ Սա կոնֆլիկտոգեն թեմա է։ Եթե վաղը
Ալիևը որոշի, որ կարող է այնպիսի միջավայր է ստեղծել, որ կարող է ուժով այդ հարցը լուծել, այս թղթի կտորը չի օգնելու։ Հետևաբար սա խաղաղության մասին չէ, որովհետև բոլոր խնդիրները, որոնք առկա են երկու երկրների միջև, մնացել են այս թղթից դուրս։ Ես էլ չեմ խոսում իհարկե գերիների մասին, որոնք ընդհանրապես քննարկման առարկա չեն դառնում, ընդհանրապես աբսուրդ է խոսել հարաբերությունների կարգավորման մասին, երբ դու շարունակում ես ունենալ ռազմագերիներ ճշնամական պետության բանտերում։ Նույն այս պահին ես որ տեսնում եմ տարբեր երկրներում, այդ թվում Իսրայելը, Ուկրաինա, Ռուսաստան, ոնց են քննարկում գերիների հարցը, ասում ես լավ, ուրեմն պետություն պիտի լինի, չէ՞, որ իր բանի քաղաքացու հետևից գնա, այն պետությունը, որ իր քաղաքացու հետևից չի գնում, այդ պետության բովանդակությունն ինչի մասին է։ Աղավնի ջան, ես մի հատ կարևոր շեշտադրում եմ ուզում անել։ Վերջին պահանջներից երկուսը եղել են միջազգային ատյաներից հայցերի հետ քաշումը եւ երրորդ երկրների, երրորդ ուժերի ներկայության դուրս բերումը հայ-ադրբեջանական սահմանից։ Սրանք չափազանց վտանգավոր զիջումներ են, որ իրականացվել է այս իշխանության կողմից։ Օրինակ, երրորդ երկրների ներկայացուցիչների դուրսբերումը արդեն իրականացված էր մեծ հաշվով, որովհետև դուք գիտեք, որ պատերազմից հետո այս իշխանությունների խնդրանքով հայ-ադրբեջանական նոր ձևավորված շփման գծի երկայնքով տեղակայվել են ռուս սահմանապահներ։ Հետո այդ կետի բերումով, քանի որ արդեն պայմանավորվել էին, որ պիտի երրորդ ուժի ներկայացուցիչներ չլինեն, այս իշխանությունները խնդրում են ռուսական կողմի, որպեսզի դուրս գան ռուսները։ Բայց դա էլ բավարար չէ, հիմա Ադրբեջանը պահանջում էր, որ եվրոդիտորդները դուրս գան։ Ես ուզում եմ ասել, որ եվրոդիտորդները որևէ ռազմական ներկայացուցիչներ չեն, սահմանի երկայնքով տեղակայված չեն, բայց նույնիսկ դիտորդների առկայությունը մեր երկրի տարածքում, անկախ նրանից ոնց է վերաբերվում եվրոդիտորդներին, փաստորեն որոշում է Ադրբեջանը։ Այս որ այսպես հոխորտում են ինքնիշխանությունից, անկախությունից, մեր երկրի տարածքում դիտորդ լինել չլինելու խնդիրը այս պահին որոշում է Բաքու։ Բայց մի կարևոր բան եմ ասելու այստեղ։ Հիմա պատկերացրեք, Աստված մի արածցե, հերթական հարձակումն է լինում, օրինակ Ադրբեջանի կողմից, այս պայմանավորվածությունն էլ կա, որ երրորդ ուժի ներկայություն չպիտի լինի։ Առհասարակ դա ում է պետք։ Իրենք ինչ են ասում են փոխադարձության սկզբունքով, այ իրանք էլ չեն ունենալու։ Իրենք կարիքը չունեն, ով կարիքը ունի։ Բայց պարտված ու թույլ կողմը դու ես, օրինակ վաղը Սյունիքի վրա հարձակում։ Ռուսը չի կարող գալ եւ օգնել Ռուսաստանը իր հերթին։ Օրինակ, շատ մեծ շահագրգռվածություն ունի, օրինակ Իրանը։ Հիմա եթե Ադրբեջանը հարձակվում է կամ Ադրբեջանը նոր ուժեր ակուտակում, դու փաստացի չես կարողանալու դիմես Իրանին որոշակի աջակցություն ստանալու համար։ Այդ նույն տենց ինքնիշխան արևմտամետ տենց հոխորտացողները Եթե օրինակ Ֆրանսիային ուզենայինք դիմենք, էլի չենք կարա։ Ոչ մի երկիր այլևս այդ խնդիրն է լուծել։ Ալիևը մասնավորապես ունի հայ-ադրբեջանական սահման, որպեսզի Հայաստանին որևէ այլ երկիր չկարողանա զորքով օգնել, ինքը այդ խնդիրն է լուծել։ Խոշոր հաշվով իր խնդիրը Եվրամիության դիտորդը չէ։ Ավելին երեք Արարատ Միրզոյանը ասաց, որ մենք կգտնենք ինչ-որ տարբերակ, որպեսզի դիտորդները, այդ քաղաքացիական դիտորդները, որոնք զինված են ընդամենը հեռադիտակով, կարողանան մնալ եւ շարունակել։ Դիտորդներին բերելու են Երևան, հավանաբար իրենց կառավարական դաշնները պիտի մոնիտորինգ իրականացնեն, թե որքան են իրենք անվտանգապում է դաշնները։ Սյունիքի հետ կապված, տեսեք, նախ ԿՊ գրասենյակի դիմաց Փաշինյանը ասաց, այո, այդ ճանապարհը տալու ենք։ Արարատ Միրզոյանը հաջորդ օր ազգային ժողովում ասաց, որ իրենք քննարկում են այդ պարզեցված ընթացակարգով այդ ճանապարհը տալու հարցը եւ Սյունիքի հետ կապված մենք ունենք Ադրբեջանի արդեն պաշտոնական հայտարարությունները, որ դա արևմտյան Ադրբեջանը եւ Զանգեզուրով միջանցքը կտակ չէ, ուժով կբացենք։ Կարող ենք ասել, որ այդ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տարբերակում այդ երրորդ ուժերի բացառման կետը ներառելով Ալիևը լուծել է սպասվող պատերազմում Հայաստանին որևէ մեկի կողմից աջակցություն ստանալու հարցը։ Բացառապես այդ խնդիրն է լուծել։ Լավ, պարտված կողմը դու ես, թույլ կողմը դու ես, միայն քո շահերից է բխում, որպեսզի դու որևէ պարագայում կարողանաս օգնություն ակնկալել։ Ես դեռ չեմ խոսում ով կկարողանա, ինչքանով կկարողանա, բայց դու արդեն քեզ զրկել ես հնարավորությունից որևէ մեկին դիմելու։ Լավ, աղավնի, մենք բոլորս Մարսում չենք ապրում, հասկանում ենք, չէ՞, այս պահին հատկապես այս իշխանությունների օրոք մեր բանակի վիճակը, ամբողջ սահմանի երկայնքով այդ պատրաստ կարողանակությունների նաև տեսանկյունից ինչ վիճակում ենք։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե վաղ Ադրբեջան ուզենա հարձակվի, մեզ իսկապես օգնության անհրաժեշտություն ենք ունենալու։ Այս իշխանությունը սա որպես նույնիսկ հաղթանակ է որակում։ Ասում է, տեսեք, Ադրբեջանն էլ է հրաժարվել երրորդ երկրի ներկայացուցիչ ունենալու իր սահմանին, բայց ինքը ինչ կարիք ունի։ Նախ այն որ իրենք Թուրքիայի հետ համատեղ այնպիսի բանակ են ձևավորում, Շուշիի հռչակագիրն էլ վկա դրան, իրենք դրա խնդիրը չունեն, անհրաժեշտությունը չունեն։ Մենք ունենք դրա անհրաժեշտությունը։ Եթե կրկնում եմ վաղը,
օրինակ Սյունիքի վրա հարձակումը լինի, մենք պարզապես չենք կարողանալու այդ կետի բերումով դիմել Իրանին խնդրելու աջակցություն, որևէ օգնություն, որովհետև դու արդեն պարտավորվել ես, որ որևէ երրորդ ուժի ներկայություն քո երկրի տարածքում չի լինելու։ Այսինքն նաև Ալիևը բացառել է հայ-իրանական հնարավոր ռազմական համագործակցության վերաբերյալ որևէ փաստաթղթի ստորագրում, իրանական կողմից դա առաջարկում են տևական ժամանակ։ Երկար ժամանակ առաջարկվել է Իրանը եւ զորավարժությունների առաջարկ է արել Հայաստանին եւ տարբեր համագործակցությունների ֆորմատներ, այդ թվում նաեւ այնպիսի պայմանագրի կնքում, որը հնարավորություն կտա Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Իրանի որոշակի ներգրավվածություն։ Այս կետի ընդունումով մենք ուղղակի խաչ ենք քաշում նաև այդ հնարավորության վրա։ Իդեպ Ադրբեջանից եղավ հայտարարություն, որ անգամ այս համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, եթե Հայաստանը իր սահմանադրությունը փոխում է։ Այսինքն Փաշինյանին պարտադրելու են մինչև 26 ընտրություններ փոխել սահմանադրությունը։ Ես կարծում եմ, այստեղ իրենք տարբեր վարիացիաներ կմտածեն, թե որը իրանց համար ավելի ձեռնտու կլինի։ Ես ընդհանրապես նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետության օրինակ 500-600 հազար քաղաքացի կարող է գնալ եւ կողմ քվեարկել Ադրբեջանի ճաշակով եւ Ալիևի պատվերով կարված սահմանադրությանը։ Հիմա իրանք իհարկե կարող են այդ քարոզչությունը տանել, թե բա մենք վաղուց ենք ուզեցել սահմանադրություն ընդունել, մեզ նոր սահմանադրություն պետք է եւ այլն, բայց ինձ թվում է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության համար այսպես գիտելիքի մակարդակով նստած է այն, որ սա Ադրբեջանի պատվերով սահմանադրություն է եւ ես ուղղակի տեսական շանս չեմ տեսնում այստեղ, որ հնարավոր լինի դա իրականացնել։ Նախ այդքան մարդու ընտրատեղամաս գնալն է խնդիր, հետեւաբար սա պետք է զուգորդել այլ ընտրական process-ներով կամ այլ գործընթացներով, հավանաբար արտահերթ ընտրություններ կամ հերթական ընտրությունները կարող են լինել։ Բավականին բարդ է ասել, որովհետև այնտեղ նաև օրենսդրական կարծես թե կարգավորում կա, հանրաքվե ընտրություններ համատեղ իրականացնելու խնդիր կա, բայց դա էլ կարող են փոխել։ Ամեն դեպքում այն հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք սա ստորագրել, ուղղակի կոնֆետը Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որ դրեց Ալիևը, եւ հիմա այդ կոնֆետով պետք է ինքը ամբողջ Հայաստանով պատտվի, ասի, տեսեք, այս թուղթը մեզ համար երանելի 30 տարի մակարոններից հետո, տեսեք, մի հատ երանելի թուղթ ենք բերում, ժողովուրդ պետք է գնալ, կողմ ասել խաղաղությանը, կողմ ասել զարգացմանը, գիտեք այդ բառապաշարը եւ այլն, եւ փոխի սահմանադրությունը։ Հիմա մեր բոլորիս խնդիրն է, որպեսզի այս ինֆորմացիան մեր բոլորիս անելիքը ինչ անել։ Այս մեզ շատ են չէ քննադատում, ասում են դե լավ, այդքան խոսում եք եւ այլն, բայց այնպիսի ես ամենայն լրջությամբ եմ ասում, այնպիսի ագրեսիվ հիմա քարոզչություն ա գնում իշխանության կողմից առայն, որ մենք ուզում ենք պատերազմ եւ միակ համարյա ռևանշիստ եք եւ միակ ելքը իրենց առաջարկած ճանապարհն է եւ դա է խաղաղություն։ Այսինքն դնում են ջրբաժան, եթե դու ուզում ես խաղաղություն, պետքա այս կողմում լես, այս փաստաթղթի նոր սահմանադրության կողմ, եթե դու սա չես ուզում, ուրեմն ավտոմատ ուզում ես պատերազմ, այդ ջրբաժանն են փորձում տանել։ Հիմա մեր գործն է, որպեսզի մարդկանց համոզենք, որ այս սրանով խաղաղություն չի գալու։ Նախ դու սահմանադրություն թել փոխես, դրանից հետո նոր պահանջներ են գալու, ավելի վատ պահանջներ են գալու, բանակի հետ կապված, պարազինության հետ կապված, ավելի ստորացուցիչ պահանջներ են գալու, ընդհանրապես քո երկիրն ապամոնտաժվելու է, չնայած սահմանադրության փոփոխությունը հենց դրա մասին է, բայց նույնիսկ դրանից հետո դու այդ խաղաղության երանելի թղթին չես հասնելու։ Հիմա այնքան ագրեսիվ են իրենք սկսել այդ քարոզչությունն անել, երեք մի հատ նայեք ՀՄԿ-ի prime time-ի այդ բաները, հարցազրույցները, բառացի վերնագրերն են։ Եթե չընդունենք այս պայմանագիրը, լինելու է պատերազմ։ Դա նույնիսկ իրանցի դեպքն է փաստորեն, էլի, եթե հողերը չենք տալիս, Թուրքիան մեծ հաշվով դա են ասում։ Հիմա դրան հակազդեցությունը ավելի մեծ ինտենսիվությամբ մեր քարոզչությունը տանել է, որ սա չի հանգեցնելու խաղաղության, սա ուղղակի ստորացում է, սա պարտության հերթական արձանագրում է, սողացող պատերազմի հերթական փուլն է եւ այս տրամաբանությամբ չես գնում խաղաղության, այլ գնում ես արժանապատիվ ձևով բանակցելու, ընդհանրապես այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն, իրանց փոփոխությունը պետք է լինի թիվ 1 առաջնահերթությունը։ Ավելի վաղ այս իշխանությունը ինչ էր ասում էր, որ այո, երաշխավորի ինստիտուտ է պետք։ Ես նույն ձեր ասած հանրային հեռուստաընկերության եթերից մեկ անգամ չէ, որ լսել եմ ԿՊԱ-կանների հարցազրույցներ, որ այո, երաշխավոր է պետք, բայց հիմա փաստորեն Փաշինյանը եւ ռուսական երաշխավորություն եւ նաեւ միջնորդությունն է մերժել այս փաստաթղթով եւ նաեւ Արևմտյանը, բայց բավականին ակտիվ են իրենք Թուրքիայի հետ երկխոսության մեջ, ավելին եկեք հիշենք, որ Ալիևը երբ ասաց խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, դրանից 1 օր առաջ ինքը Թուրքիայից էր հետ գնացել Ադրբեջան, հա։ Կարող ենք ասել, որ հիմա երաշխավորն էլ, միջնորդն էլ թուրքական կողմն է։ Եկեք նայենք, թե ինչպես Փաշինյանը հրավիրեց, որպեսզի թուրք լրագրողները գան Հայաստան,
հարցազրույց անեն իր հետ, ինչպես է նույն իշխանությունը հիմա ռոպագանդում Մարգարայի նոր սարքված այդ անցակետը անընդհատ գովազդում են, որ ահա սա խաղաղության եւս մեկ ճանապարհ է լինելու։ Հիմա փաստորեն միջնորդը եւ երաշխավորը Թուրքիան է։ Այո, եւ ակնհայտ է, որ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար է, որ այս իշխանությունները այսպես ամեն ինչ զիջելով փորձում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գնալ, ստորանալով երկրի էությունը ոչնչացնելով, որովհետեւ շատ պարզ է, որ Թուրքիան ասում է կա հիմնական նախապայման, այն է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ շատ այսպես ակսելերացվել է գործընթացը, որովհետեւ հասկանում են, որ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո, իսկ դա կարծես թե ընթացքի մեջ է եւ ինչ որ փուլում ավարտվելու է, նաեւ Ռուսաստանի դիրքերը հարավային Կովկասում կարող են նորից ամրանալ, այսինքն իր գլուխը պտտելու է դեպի հարավային Կովկաս Ռուսաստանը, իսկ դա Նիկոլ Փաշինյանի հետ շահերից չի բխում, հաշվի առնելով այն գործողությունների շարքը, որ իրականացրել է այս տարիների ընթացքում, եւ հիմա ամեն կերպ փորձում է, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունները ինստիտուցիոնալ մակարդակի բերեն եւ արդեն հերթը հասնելու է նաև ռուսական բազայի դուրսբերման եւ այլն, այսինքն Թուրքիայի հետ հարաբերությունները այս պահին ինքը միակ հնարավոր տարբերակն է համարում իր սեփական աթոռը պահելու համար։ Ախր մենք տարբեր քննարկումներ ենք ունենում եւ այդ քննարկումների մեջ կարեւոր է առանձնացնել Նիկոլ Փաշինյանի իր աթոռը պահելու քաղաքականությունը եւ մեր պետության քաղաքականությունը, որոնք ոչ միտեղ չեն համադրվում, ընդհակառակը հակասության մեջ են իջել։ Հիմա հարցը, ինչպես աթոռը հանել Նիկոլ Փաշինյանի տակից։ Դրա համար կամ Նիկոլ Փաշինյանին հանել աթոռի վրայից։ Հա, կամ էլ Տրուդոյի նման թող աթոռը գրկի տանեն։ Կամ կարող է աթոռի հետ գնալ։ Եթե խնդիրը այդ աթոռն է, այդ աթոռը նվիրենք իրեն, թող գնա, միայն թե գնա։ Հիմա այն ինչ որ տեղի ունենում, շատ բարձր քարոզչական տեսանկյունից իրանք տանելու են այդ գիծը, իրանց երկու, ինչպես ասացի, հիմնական խաղաքարտ ունեն այդ Թալան եւ այլն, որը արդեն այդքան էլ չի աշխատում, եւ այդ երկրորդը խաղաղություն։ Հիմա մեր խնդիրն է մարդկանց թույլ չտալ, որպեսզի խափնվեն հերթական անգամ այդ գործողություններին, այդ քարոզչամեքենային, այսինքն համակարգային այսպես հակազդեցություն ունենալ քարոզչամեքենային եւ իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն, այսպես շատ տեսական հնչեցրեցի, բայց իհարկե հիմնական խնդիրը լինելու է այդ սահմանադրության հետ կապված քննարկումն ուղղակի տապալել, այսինքն մարդկանց համար ամոթ լինի նույնիսկ մտածել, որ կարող են գնալ այդ սահմանադրությանը կողմ քվեարկել։ Դա միայն քարոզչական դաշտում աշխատանքով ընդդիմությունը պատկերացնում, ինչպես պետք է արվի։ Դե գոնե առաջին էտապը բնականաբար քարոզչական աշխատանքն է եւ ես վստահ եմ, որ այդ քարոզչական աշխատանքը պետք է իրականացվի ոչ միայն տաղավարներում կամ ազգային ժողովի մեր ելույթներում, արդեն կոնկրետ աշխատանք նաեւ ամենատարբեր համայնքներում, դեմ առ դեմ հանդիպումներում, որովհետև իսկապես այդ բանի խաղաղությունը, քանի որ ինքնին լավ բառ է, իրանք էլ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում, որ սրա այլընտրանքը պատերազմն է, պատերազմից հետո էլ մարդկանց հիմնական վախը պատերազմն է եւ այս վախի գործոնի վրա իրանք ակտիվ այդ գործընթացն են տանում։ Հիմա սրա համար այո, նախ եւ առաջ այդ առաջին էտապը պետք է լինի համապատասխան միջավայրը տեղեկատվական ձևավորելը եւ դա ես ձեզ վստահեցնում եմ, որ չի լինելու բացառապես այսպես հարցազրույցների կամ այլ ելույթների տեսքով կոնկրետ աշխատանք եւ համակարգված աշխատանք է իրականացվել։ Մենք տեսնում ենք իշխանությունների սևեռվածությունը Գյումրու ընտրությունների վրա, ամեն շաբաթ ԿՊ-ում հավաքվում են, քննարկումներ են անում, անգամ ստացվեց այնպես, որ Փաշինյանն է միացել արդեն ըստ էության Քարոզ Արշավին, ինքն է գնում Սարիկի փոխարեն Քարոզ Արշավանի, հնարավոր է Գյումրիում իշխանության պարտությամբ արդեն սկսվի համապետական ընտրություններում այս իշխանության պարտությունը նախապատրաստելու գործընթացը։ Ես այդ սցենարը հավանական եմ համարում, որովհետեւ իր համար դա կլինի փաստ արձանագրում, իհարկե իրենք ամեն ինչ անելու են, որ փորձեն առաջատար դիրքերում այնտեղ հանդես գալ, բայց շատ լավ է, որ ընդդիմադիր տեխնացուները եւ ընդդիմադիր քաղաքական խմբերը բավականին ուժեղ են այնտեղ ներկայացված եւ հնարավորություն ունեն թույլ չտալու ԿՊ վերարտադրությունը։ Եվ ես կարծում եմ, այո, ինքը այնտեղ այդ արձանագրումը կանի, որ գնալով իր վարկանիշը այնքան է իջնում եւ դա անկասելի է դարձել, այսինքն որքան ժամանակը գնում է, այնքան ավելի վատ դիրքում է հայտնվում, հետեւաբար դա կարող է իր համար ազդակ լինել, որ դրանից հետո ինքը սկսի համապետական այլ գործընթաց։ Ի վերջո, որպես փաստ պետք է արձանագրել, որ Երևանում ինքը պարտություն է կրել, չնայած նրան հիմա Տիգրան Ավինյանը քաղաքապետ է, բայց շատ լավ ենք հիշում, թե ինչպես է ինքը քաղաքապետ դարձել, նույն ինքը մասնակցում էր Ավինյանի Քարոզ Արշավին, հիշում եք իր հայտնի ելույթը, որը խայտառակ մի ելույթ էր, բայց արդյունքում նորից 75000 մարդ ընդամենը տվեց իրենց։ Եթե հիմա Գյումրիում էլ այդ արձանագրումն ունեցան, դա իրենց համար հստակ ազդակ է լինելու, որ
ինչքան գնում է ժամանակը, այնքան շատ ավելի վատ դիրքերում են հայտնվում, իրենք բացասական տրենդի մեջ են ամբողջությամբ եւ միգուցե այդ բան այո ինքը հայտարարի արտահերթ process-ների մասին։ Այսինքն ընդդիմությունից քայլեր սպասող մարդիկ հիմա սպասեն, որ Գյումրիում ընտրությունների արդյունքներից հետո նոր գուցե Երևանում փողոցներ լցվեն։ Չէ, տեսեք, նախ Գյումրիում իսկապես ես հիմա իմ սատարումն էլ կարող եմ հայտնել բոլոր տեխնացուներին ընդդիմադիր եւ իսկապես Գյումրին լինելու է այդ առաջին этаպը, որտեղ եթե հաղթանակ է տոնվում, իսկապես դա մեծ ազդակ է լինելու։ Հիմա երբեմն կողքից ասում են շատ պետք չի այդպես գերագնահատել Գյումրի ընտրությունները եւ այլն, այդ տեսակետն է հասկանալի, բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ նախ սիմվոլիկ առումով ի վերջո 18 թվականի իրադարձությունները սկիզբ առան Գյումրիից եւ այնտեղ ջախջախումը նաեւ սիմվոլիկ տեսանկյունից կարեւոր է լինելու, բայց ինչպես ասեցի, նաեւ պրակտիկ տեսանկյունից եւ հիմա պետքա քաղաքական ուժերը իրենց գերլարվածությամբ փորձեն այնտեղ որոշակի դրական արդյունք ունենալ։ Խոսքսնդիմադիր քաղաքական ուժերը։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս Աննա Գրիգորյանն էր այսքանը, ցտեսություն։